Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին լքել Իրանը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ակնարկեց իսլամական ռեժիմի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին։ Իրանում գտնվող յուրաքանչյուր ոք պետք է անհապաղ լքի երկիրը եւ ոչ մի դեպքում ոչ ոք չպետք է պլանավորի այդ երկիր մեկնել, ասել է Տուսկը։ Սուր հակամարտության բռնկման հավանականությունը շատ իրական է եւ մի քանի ժամվա կամ նույնիսկ մի քանի տասնյակ ժամվա ընթացքում տարհանումը կարող է անհնար դառնալ, հավելել է վարչապետը։ ԱՄՆ-ն մտադիր է մինչև մարտի կեսերը դուրս բերել Մերձավոր Արևելքում տեղակայված իր բոլոր ուժերը, ինչը նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն կտա լայնածավալ հարված հասցնել Իրանին, հաղորդում է Bloomberg-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Գործակալությունը հայտնել է ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռների, լցանավերի, հետախուզական ինքնաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճի մասին, որոնք ուղևորվում են դեպի Կատար, Հորդանան, Կրետե եւ Իսպանիա։ Դրանց թվում են լցանավեր, ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռներ եւ հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Bloomberg-ը նշում է, որ Իրանի վրա լայնածավալ հարվածը կարող է Միացյալ Նահանգներին ներքաշել Մերձավոր Արևելքում 1991 թվականից ի վեր երրորդ պատերազմի մեջ, Պարսից ծոցի պատերազմից 1991 թվական եւ Իրաքի պատերազմից հետո 2003-ից 2011 թվականներ։ Ուկրաինան եւ Մոլդովան հրաժարվել են Ռուսաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումից, իրենց ինքնիշխանությունը փոխանցելով Արևմուտքին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով ԱՊՀ մյուս երկրներում նկատվում է աճող հետաքրքրություն Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության խորացման նկատմամբ, ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։ Գալուզինը նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված յուրաքանչյուր պետություն ունի իր առաջնահերթությունները, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սակայն նրա խոսքով նույնիսկ այն երկրներում, որտեղ նախկինում փորձեր են եղել արհեստականորեն հեռանալ Ռուսաստանից, այժմ գերակշռում է համագործակցության եւ մրցակցային առավելությունների օգտագործման ձգտումը, տնտեսական զարգացման եւ միջազգային դիրքերի ամրապնդման նպատակով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին աներևակայելի պատասխանով։ Եթե Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշեն կանխարգելիչ կերպով հարձակվել հրեական պետության վրա, ես իմ ընկերոջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բացատրեցի այն սկզբունքները, որոնցով Իսրայելի տեսանկյունից պետք է առաջնորդվեն Իրանի հետ բանակցությունների ժամանակ։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մեկ բան հաստատ է, եթե այաթոլաները սխալ թույլ տան եւ հարձակվեն մեզ վրա, նրանք կբախվեն այնպիսի պատասխանի, որ նույնիսկ չեն կարող պատկերացնել, ասել է երկրի վարչապետը։ Նեթանյահուի հայտարարությունը հնչել է տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի կուտակման ֆոնին, երբ զուգահեռաբար ամերիկացիներն ու իրանցիները բանակցություններ են վարում միջուկային համաձայնագրի շուրջ։ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը երկարատև խաղաղության եւ կայունության ապահովումն է, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Սվերդլովսկի մարտ կատարած աշխատանքային այցի ընթացքում նա նշել է, որ չնայած ռազմական գործողությանը երկրում շարունակվում է զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի գործընթացը։ Նրա խոսքով հատուկ ռազմական գործողությունը անշուշտ կհասցվի ավարտին, իսկ դրա հիմնական նպատակը երկար տարիների խաղաղության, կայունության եւ երկրի խաղաղ զարգացման ապահովումն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային համաձայնագրի հետ կապված իրավիճակն ավելի պարզ կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում։ Այս մասին նա հայտարարել է Խաղաղության խորհրդի առաջին նիստի ժամանակ, որին մասնակցել են մոտ 20 երկրների ներկայացուցիչներ։ Իր ելույթում ամերիկացի առաջնորդը թվարկել է իր նախագահական նվաճումները, մասնավորապես Մերձավոր Արևելքում խաղաղությունը։ Տարիներ շարունակ ապացուցվել է, որ էական համաձայնության հասնելը հեշտ չէ, բայց մենք պետք է այն մշակենք, հակառակ դեպքում վատ դեպքեր տեղի կունենան, ասել է Թրամփը նկատի ունենալով Իրանին։ Նա հավելել է, որ հավանաբար հաջորդ 10 օրվա ընթացքում կտեսնենք, թե արդյոք մենք համաձայնության կհասնենք։ Թրամփը նշել է, որ իր ներկայացուցիչները, հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ խորհրդական Ջարեդ Քուշները ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Նա հավելել է, որ նրանք լավ հարաբերություններ ունեն իրանցի պաշտոնյաների հետ։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Իրանին չպետք է թույլ տալ հասանելիություն ունենալ միջուկային զենքի։ Նրանք չպետք է ունենան միջուկային զենք եւ նրանց դա շատ հստակ ասվել է, եզրափակել է Թրամփը։
Օրը սկսվել է խուզարկություններով։ Վաղ առավոտից Արմավիրի մարզի շուրջ 20 տարբեր հասցեներում իրականացվում են քննչական գործողություններ։ Խուզարկություններ են ընթանում նաև Մերձավան համայնքում։ Գործողություններին ներգրավված է ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության ծառայողները եւ քննչական կոմիտեի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների իրականացվող խուզարկությունները կարող են առնչվել վերջին ընտրական գործընթացներին։ Քննչական կոմիտեից Եվրամեդիա 24-ին հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։ Հիշեցնենք, որ վաղ շաբաթում կայացած ընտրություններից հետո մի շարք անձինք ձերբակալվել էին, ապա կալանավորվել։ Իրավապահները հայտարարել էին, որ քննությունը վերաբերում է ընտրական հնարավոր իրավախախտումներին։ Այսօր Արցախյան շարժման 38-ամյակն է։ 38 տարի առաջ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը։ Որոշում կայացվեց միջնորդել ադրբեջանական ԽՍՀ եւ հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդներին մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխելու համար։ 1988-ի մարտ-մայիս ամիսներին շարժման օրակարգում բացառապես Հայաստանին Ղարաբաղի վերամիավորման հարցներ, սակայն արդեն մայիսից Ղարաբաղի խնդրից զատ դրվեցին նաև Հայաստանի ժողովրդավարացման եւ ինքնիշխանության պահանջները։ Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս 2 ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ նշել է, թե այժմ նիստերը դեռևս նախնական դատալսումների փուլում են։ Ինչ վերաբերում է ապացույցների կեղծված լինելուն, նախագահողը նշել է, որ այս փուլում այդ հարցի առնչությամբ չի կարող դիրքորոշում ներկայացնել։ Այդ հարցին գնահատական կարող է տալ միայն ապացույցների հետազոտումից հետո։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, այս մասին փոխանցում են ԶԼՄ-ները։ Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ։ Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել 8 տարի առաջ 2018 թվականին մասնակցելու ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանին միացած ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր-Հովնան arczepiskopos Տերտերյանը մտափոխվել է եւ մասնակցել Ավստրիայի Սանկտ Փյոլթոն քաղաքում գումարված եպիսկոպոսաց հավաքին։ Ավելին նա իր ստորագրությունը թողել է ընդունված հայտարարության տակ, որում հավաքի մասնակիցները դատապարտել են իշխանությունների կողմից եկեղեցու հանդեպ հալածանքները։ Հիշեցնենք, որ հայտարարությամբ եպիսկոպոսները նաև կոչ էին արել խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ։ Դատախազը միջնորդություն է ներկայացրել Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Փետրվարի 19-ի նիստում մեղադրող կողմը հայտարարել է, որ երկարաձգման հիմքն այն է, որ չեն վերացել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը եւ նա հանդիսանում է քննվող գործի գլխավոր անձը։ Արդյունքում դատախազը միջնորդել է կալանքը երկարաձգել 2 ամսով։ Դահլիճը միջնորդությունը դիմավորել է ազատություն վանկարկումներով։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մատնանշել է գործընթացի հակաիրավական լինելը եւ նշել, որ միակ ճիշտ թեև հասկանալի պատճառներով բարդ որոշումը գործի կարճումն է։ Հայտնի են Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի Հայաստանում կատարվելիք այցի ժամկետները։ Հայաստանում Եվրամիության դեսպանությունը հայտնել է, որ Մարտակոսը Հայաստան կայցելի մարտի 19-ից 20-ը։ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ, թեւակողելով գործընկերության վճռորոշ փուլ եւ վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր եւ փոխադարձ հանձնառությունը։ ԵՄ հանձնակատար Մարտակոսի մարտի 19-ից 20-ը նախատեսված եւ ԵՄՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին։ Միաժամանակ վերահաստատվեց Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը, կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը, ասված է ԵՄ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոցի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկանում ենք ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը, կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։ Ներքին գործերի նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել հանձնառությունը հետևողականորեն շարունակելու նախանշ
նշված քայլերը։ Անդրադառնալով ԵՄ կառույցների Ֆրոնտեքսի եւ Եվրոպոլի հետ գործընկերությանը, նախարար Սարգսյանն այն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Մինչև մարտի 5-ը խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին ընտրել բանկը եւ ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով։ Կառավարության նիստին հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ Թորոսյանի դեռևս 21539 քաղաքացի մնացել է կանխիկ ռեժիմում, շարունակում են ինքնուրույն անցնել եւ ընտրել իրենց նախընտրած բանկը։ Այս բարեփոխման ճանապարհին հանդիպում ենք նաեւ խոչընդոտների կանթոշակառուներ, որոնք չունեն վավեր անձնագիր, էլ-փոստի հասցե կամ հեռախոս, փորձում ենք այնպես անել, որ ապրիլի 1-ին որևէ մեկը զրկված չլինի իր կենսաթոշակը ստանալու իրավունքից, նշել է Թորոսյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հետաքրքրվել է, թե քանի քաղաքացի անձնագիր չունի, ի պատասխան Թորոսյանն ասել է. Անուն ազգանունով գիտենք, թե ովքեր անձնագիր չունեն, խոսքը 2500 մարդու մասին է, որոնք այն չունեն, որովհետև նախկինում կարիք չեն ունեցել որևէ ծառայությունից օգտվելու եւ իրենց կանխիկ կենսաթոշակը ստացել են։ Բայց հիմա այդ անհրաժեշտությունն առաջացել է, արդեն շատերի հարցը կազմակերպել ենք եւ անձնակազմը զբաղվում է դրանով, որպեսզի ապրիլի 1-ից որևէ մեկը իրավունքից չզրկվի, նշել է Թորոսյանը։ Նախարարը հույս է հայտնել, որ մինչև մարտի 5-ը այդ թիվը կնվազի մինչև 10,000-ի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում են։ Հարավային Կորեայի դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յուլին դատապարտել է ՑՄ ազատազրկման 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած պետական հեղաշրջումը ղեկավարելու համար։ Մեղադրյալ դատապարտում է ՑՄ ազատազրկման, հայտնել է դատավորը։ Նշվում է, որ վերջինս մեղադրվում է նախկին պաշտպանության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ դավադրության սահմանադրական կարգը խաթարելու նպատակով անկարգություններ կազմակերպելու եւ երկրում անօրինական ռազմական դրություն հայտարարելու մեջ։ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ չէ Ուկրաինային խոստանալ Եվրամիության անդամակցելու կոնկրետ ժամանակացույց, սակայն ակնկալում է, որ Կիևը կձեռնարկի երկարաժամկետ հետևողական ջանքեր անդամակցությանը նախապատրաստվելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն։ Ուկրաինայի անդամակցության տարբեր ասպեկտներ քննարկվում են Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների եւ հրադադարից հետո ընթացող գործողությունների համատեքստում, բայց ես չեմ կարող կանխատեսել այդ քննարկումների արդյունքը, նշել է նա հավելելով, որ ԵՄ-ն ակնկալում է, որ Ուկրաինան կշարունակի անդամակցությանը նախապատրաստվելու իր երկարաժամկետ հետևողական ջանքերը եւ խոստանալով, որ հանձնաժողովը կձգտի ապահովել Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու պայմանները հնարավորինս շուտ։ Ուկրաինայի մարտական գործողությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը լիովին ուժասպառ լինի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Իմ գնահատմամբ այս պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերից մեկը ուժասպառ լինի, կամ ռազմականապես, կամ տնտեսապես, ասել է կանցլերը։ Մերցը նաև ընդգծել է իր անվստահությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ներկայումս ընթացող խաղաղության բանակցությունների նկատմամբ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ չի սպասում ուկրաինական ճգնաժամի արագ լուծում։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչները, որոնք օգտագործվել են 2025 թվականին, իրանական թիրախների դեմ հարվածներում բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների, տասնյակ տանկերներ, որոնք անհրաժեշտ են շարունակական օդային արշավի համար, նույնպես վերաբաշխվել են առաջխաղացման դիրքեր։ Ըստ թերթի, այս շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին միջերկրական ծով կարող է ժամանել Կարիբյան ավազանից դեպի Իրան ուղևորվող երկրորդ ամերիկյան ավիակիր խումբը։ Ջերալդ R. Ford ավիակիրը, ինչպես սպասվում է, կտեղակայվի Իսրայելի ափերի մոտ, Թել Ավիվը եւ Իսրայելի այլ քաղաքները Իրանի հնարավոր պատասխան հարվածներից պաշտպանելու համար։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկայացրել է տասնյակ միջուկային հրթիռ կրող համակարգեր Կորեայի աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարից առաջ, հայտնում է Ալ Ջազիրան։ Վերջինս համակարգերը բնութագրել է որպես հիանալի եւ գեղեցիկ, նշելով, որ դրանք նախատեսված են ռազմավարական առաքելություններ իրականացնելու համար եւ ինտեգրում են արհեստական բանականության եւ համալիր ուղղորդման համակարգեր։ Պետական լրատվամիջոցները ցուցադրել են 50 հրթիռային կայանք Պյոնգյանգի մշակույթի տան հրապարակում համագումարի նախապատրաստման համար։ Կիմն ընդգծել է, որ համագումարը կհայտարարի ինքնիշխան պաշտպանության նախաձեռնության հաջորդ փուլը եւ կթարմացնի ռազմական կարողությունները պատժելու ցանկացած արտաքին սպառնալիք։
Օրերս տեղի ունեցավ հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ 2025 շնորհանդեսը։ Ինստիտուտի մեթոդաբանությունը եզակի է եւ անզուգական։ Մոնիթորինգին մասնակցել են ավելի քան 400 ռուս եւ միջազգային փորձագետներ, որոնք վերլուծել են 16 երկրներում տեղի ունեցող իրադարձությունները։ Միջոցառմանը ելույթ է ունեցել ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը։ Նա անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին մասնավորապես ասել է. Մենք զեկույցում գնահատել ենք ոչ թե Հայաստանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ կամ հակառակը, այլ այն հաղորդակցության ռեժիմը, որը գոյություն ունի երկրում եւ մեզ թույլ է տալիս կառուցել այդ հարաբերությունները։ Սա սկզբունքային տարբերություն է։ Ինչ վերաբերում է Հայաստանին, նրան չի կարելի դիտարկել հետխորհրդային տարածքում տեղի ունեցող իրադարձություններից անկախ։ Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին պետք է ընդգծել, որ սա չի կարող պարզ ուղիղ հարց լինել, որովհետև հարաբերությունները բաղկացած են տարբեր ասպեկտներից։ Դրանք պարզապես չի կարելի պարզունակ դարձնել։ Գասումյանովը հավելել է, որ այժմ հայ-ռուսական հարաբերություններում դիտարկվում են թեթև սառեցում կամ հարաբերությունների այսպես կոչված վերակողմնորոշում եւ քաղաքական ու միջպետական տեսանկյունից այդ հարաբերություններում իհարկե առկա են խնդիրներ։ Նրա խոսքով բազմաբևեռ աշխարհակարգը իրենից ներկայացնում է բազմավեկտորություն եւ հետեւաբար ոչ մի երկիր առանձնահատուկ չէ եւ ոչ մի երկիր մոնոպոլիա չէ, որպիսի հարաբերությունները կառուցի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Հայաստանը հնագույն երկիր է, բայց պետականության տեսանկյունից երիտասարդ եւ իհարկե աճելու խնդիր ունի։ Ուստի երբ առիթ է ստեղծվում, պետությունը պետք է փորձի օգտագործել աճելու այդ հնարավորությունը։ Իսկ բազային հարցերում ժամանակ է պետք դրանք իմաստավորելու համար, եզրափակել է Գասումյանովը։ Իսրայելը պատրաստվում է Միացյալ Նահանգների հետ ռազմական գործողության Իրանի դեմ, որի թիրախները կարող են լինել բալիստիկ հրթիռների կայանները, միջուկային օբյեկտները եւ ԻՀՊԿ շտաբ բնակարանը։ Այս մասին հաղորդել է New York Times-ը, հղում անելով իսրայելական ռազմական պաշտոնյաներին։ Նրանց խոսքով ԱՄՆ-ն եւ Իսրայելը նախատեսում են մի քանի օրվա ընթացքում լուրջ հարված հասցնել, նպատակ ունենալով ստիպել Իրանին զիջումների գնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ԱՄՆ ռազմական տեղակայումը Մերձավոր Արևելքում ըստ թերթի թույլ է տալիս հարված հասցնել իրանյան լայն շրջանակի օբյեկտների, այդ թվում կարճ եւ միջին հեռահարության հրթիռային կայանների, զինամթերքի պահեստների, միջուկային օբյեկտների եւ այլ ռազմական օբյեկտների, ինչպիսին է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ բնակարանը։ Գործողության թիրախների վերջնական ընտրությունը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ ԱՄՆ-ն դուրս է բերում իր բոլոր մնացած զորքերը Սիրիայից, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ ամսագրի, ԱՄՆ-ն արդեն իսկ Արաբական Հանրապետությունից դուրս է բերում մնացած մոտ 1000 ամերիկացի զորքերին։ Այս գործընթացը կարող է տևել մոտ 2 ամիս։ Որոշումը կապված չէ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության սրման հետ։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի ղեկավարությունը կներկայացնի գրավոր առաջարկ տարաձայնությունները լուծելու համար։ Նման տեսակետ է հայտնել Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։ Նրանց հաղորդագրությունների համաձայն Իրանը, ինչպես սպասվում է, գրավոր առաջարկ կներկայացնի կանխելու ԱՄՆ-ի հետ առճակատումը Ժնևում կայացած բանակցություններից հետո։ Գործակալության տվյալներով Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերը տարածաշրջան կտեղակայվեն մինչև մարտի կեսերը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես սպասվում է, փետրվարի 28-ին կայցելի Իսրայել, վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանին հարվածելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են դա անել արդեն այս շաբաթավերջին, հաղորդում է CNN News-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Մի աղբյուրի համաձայն նախագահը ի թիվս այլ բաների մասնավոր զրույցներում արտահայտել է ինչպես Իրանին հարվածելուն իր աջակցությունը, այնպես էլ դեմ լինելը եւ հարցրել է իր խորհրդականների եւ ԱՄՆ դաշնակիցների կարծիքը։ Հաղորդվում է, որ փետրվարի 18-ին Սպիտակ տանը այս թեմայով հանդիպում է տեղի ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ավելին, նույն օրը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը եւ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները Թրամփին տեղեկացրել են փետրվարի 17-ին Իրանի հետ տեղի ունեցած անուղղակի բանակցությունների մասին։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղակայում իր ամենամեծ ռազմաօդային ուժերը 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր, ասվում է Wall Street Journal-ում հրապարակված գնահատականում։
Ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել իր ռազմական հզորությունը Մերձավոր Արևելքում, այնտեղ տեղակայելով F-22 եւ F-35 կործանիչներ։ Երկրորդ ավիակիրը եւ հրամանատարական վերահսկողական ինքնաթիռները նույնպես ճանապարհին են դեպի տարածաշրջան։ Ուժերի այս կենտրոնացումը Վաշինգտոնին հնարավորություն կտա մի քանի շաբաթվա մարտական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, հաղորդում է հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Պարբերականի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իսլամական Հանրապետության դեմ հարվածների վերաբերյալ։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցությունների ընթացքում հասել են աստիճանական, սակայն նշանակալի առաջընթացի, ապագա հրադադարի ռեժիմի գործարկման մեխանիզմների հարցում։ Նման տեսակետ է հայտնել CNN News-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ հաղորդման, հատկապես ռազմական մակարդակով քննարկումները տվել են զգալի արդյունք։ Նշվում է, որ թեև քաղաքական բանակցությունները շարունակվել են լարված մթնոլորտում, ռազմական ուղղությամբ շփումները պաշտոնյաների մոտ ձևավորել են զգուշավոր լավատեսություն։ Կողմերը հստակեցրել են մի շարք առանցքային պայմաններ եւ ձևակերպումներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ապագա համաձայնությունների համար։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է կատարվել, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ըստ նրա, քրեական գործը որևէ առնչություն չունի Ծառուկյանի հետ, այլ հարուցվել է դեռ 2020 թվականին, վերաբերվում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։ Փաստաբանը նաև նշել է, որ գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Ծառուկյանին պատկանող տարածքների հետ։ Ռուսաստանից Հայաստան 1 ավիաչվերթ չեղարկվել է եւս 3-ը կիրականացվեն ուշացումով, այս մասին վկայում են Զվարթնոց միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։ Օդանավակայանի տեղեկատվության համաձայն չի կայանա Շիրակավիա ավիաընկերության Մոսկվա-Երևան երթուղով չվերթը։ Բացի այդ, ուշացումով կիրականացվեն Մոսկվայից Երևան 2 չվերթ, ինչպես նաեւ 1 չվերթ Կրասնոդարից, չվացուցակի փոփոխությունների պատճառները չեն հստակեցվում։ Ենթադրաբար դա կապված է անոմալ տեղումների հետ։ Ռոսավիացիայի տվյալներով Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 10:00 Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայանները սպասարկել են եւս 100 չվերթ։ Չնայած տարածաշրջանում շարունակվող անոմալ տեղումներին եւ քամու պորտկումներին, օրվա սկզբից դրանք սպասարկել են 320 չվերթ, 6 չվերթ ուղղորդվել է դեպի պահեստային օդանավակայաններ։ Դատարանը վարույթ է ընդունել նախկին Տեր Թադեի դեմ եկեղեցու ներկայացրած հայցերը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին 2 առանձին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու կարգալույց քահանա Արամայիս Դավթի Թախմազյանի։ Եկեղեցին Արամայիս Թախմազյանից պահանջում է վերադարձնել տրված բնակարանն ու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բանալիները։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Մկրտչյանը 2 հայցադիմումն էլ ընդունել է վարույթ։ Փետրվարի 18-ին Հայաստանում արձանագրվել է չիկունգունյա տենդ հիվանդության դեպք, հիվանդը վարակվել է Սեյշելյան կղզիներում մոծակի խայթոցից, տվյալ պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Այս մասին տեղեկացրել են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Հիվանդության գաղտնի շրջանը կազմում է 2-ից 12 օր, հիմնական ախտանշաններն են տենդ, սացտիկ, հոդացավ, մկանացավ, մաշկային ցանավորում, թուլություն։ Վարակը փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում, վարակի դեմ պատվաստանյութը չի ստացել լայն կիրառում, ռիսկի խմբեր են համարվում քրոնիկ հիվանդություններ ունեցող եւ տարեց մարդիկ, ինչպես նաեւ հղիները։ Մահացության դեպքերը հազվադեպ են եւ վարակվածների շրջանում կազմում են մոտավորապես 1%, հիմնականում տարեցներ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։ Վարակվելու հավանական ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է օգտագործել հագամիջատային ցանցեր, կրել փակ հագուստ, երկարաճիտ կոշիկ, օգտագործել միջատավանիչ նյութեր եւ սարքեր։ Իսրայելում բերման են ենթարկել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին եւ նրա աշխատակիցներին ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հետ հարցազրույցից հետո, հաղորդում է Daily Mail-ը։ Նրանք ներկայացան որպես օդանավակայանի աշխատակիցներ, վերցրին մեր անձնագրերը, մեր գլխավոր պրոդյուսերին տարան առանձին սենյակ եւ պահանջում էին, որ պատմի, թե ինչ ենք քննարկել դեսպան Հաքաբիի հետ։ Հիշել է ամերիկացի լրագրողը։ Տարօրինակ էր, մենք արդեն երկրից հեռացել ենք, ասել է նա նշելով, որ արդեն հեռացել է երկրից։ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունը Իրանի դեմ կարող է տևել ոչ թե մի քանի օր, այլ շաբաթներ։ Այս մասին հայտնում է ամերիկյան TWZ պարբերականը, նշելով, որ Վաշինգտոնը ակտիվորեն ուժեր եւ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք, երկարատև օդային արշավի համար անհրաժեշտ կարողություններ ապահովելու նպատակով։
Հոդվածում ընդգծվում է, որ տարածաշրջանում արդեն կենտրոնացած ամերիկյան ուժերը, ինչպես նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր կործանիչներ ու ԱՄՆ ռմբակոծիչները միասին կարող են ապահովել լայնածավալ ռազմական գործողություն։ Ըստ պարբերականի մոտորերս հնարավոր է տարածաշրջան տեղափոխվեն նաև լրացուցիչ ուժեր։ Ավելի վաղ որոշ ռազմական վերլուծաբաններ ենթադրել էին, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ կարող է կիրառել յուգոսլավական սցենարը, հարվածներ հասցնելով կարևոր ենթակառուցվածքներին, երկրի կառավարման համակարգը կաթվածահար անելու նպատակով, սակայն նման գործողության մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Ռուսական ռազմական թեմաներով բլոգեր Ալեքսեյ Ժիվովը քննադատել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները կապված հրադադարի վերահսկման հնարավոր մեխանիզմների հետ։ Նրա կարծիքով ԱՄՆ-ի մասնակցությամբ հրադադարի վերահսկման գաղափարը մտահոգիչ է հնչում։ Ժիվովը նշել է, որ պարզ չէ, թե գործնականում ինչպես կարող է իրականացվել նման վերահսկողությունը հնարավոր զինադադարի դեպքում։ Նրա խոսքով նման սցենարը կարող է ենթադրել ամերիկյան ուժերի ներկայություն հակամարտության գոտուն մոտ տարածքներում, ինչը նրա գնահատմամբ կասկածներ է առաջացնում։ Բլոգերը նաև ընդգծել է, որ իր կարծիքով բանակցությունների ընթացքում դեռևս չի նկատվում, որ Կիևը պատրաստ է զիջումների գնալ։ Նա հիշեցրել է, որ Զելենսկին հայտարարել էր Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայության մասին, այն բնութագրելով որպես կարևոր խնդիր բանակցային գործընթացում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի եւ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև սկսվել է քաղաքական հակամարտություն։ Ռուս պաշտոնյան նաև ենթադրել է, որ Զալուժնին կարող է սկսել սեփական քաղաքական պայքարը։ Միաժամանակ վերջինս հաճախ դիտարկվում է որպես Ուկրաինայի նախագահի հնարավոր թեկնածուներից մեկը Զելենսկու հիմնական մրցակիցների շարքում։ Ավելի վաղ Զալուժնին Associated Press-ին տված հարցազրույցում մեղադրել էր Զելենսկուն 2023 թվականի ուկրաինական հարձակման ձախողման համար, նշելով, որ ՆԱՏՕ-ի գործընկերների աջակցությամբ մշակված պլանը չի իրականացվել անհրաժեշտ ռեսուրսների չտրամադրման պատճառով։ Մեդվեդևը այդ հայտարարություններին արձագանքել է «Դե ինչ, ահա եւ վերջ» արտահայտությամբ։ Ինչպես հայտնում է Bild-ը, Բալթիկ ծովի Շլեզվիգ-Հոլշտայն նահանգում մեկնարկել են ՆԱՏՕ-ի այս տարվա ամենամեծ զորավարժությունները։ Զորախումբն ու տեխնիկան փորձարկում են արագ տեղաշարժը հարավային Եվրոպայից դեպի արևելյան թև։ Զորավարժություններին մասնակցում են շուրջ 10,000 զինծառայող, 1500 միավոր տեխնիկա եւ 17 նավ 13 երկրից, առանց ԱՄՆ-ի ուղիղ մասնակցության։ Մեծ թվով ուժեր են ուղարկել Թուրքիան, Իսպանիան, Իտալիան եւ Հունաստանը, իսկ զորավարժություններին հետևում է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Ռուսաստանն ու Իրանը մտադիր են համատեղ աշխատել Իրանում նոր ատոմային էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։ Նրա խոսքով շարունակվում է Բուշեհրի ատոմակայանի երկրորդ եւ երրորդ էներգետիկ բլոկների շինարարությունը, ինչպես նաեւ քննարկվում են նոր, ինչպես բարձր, այնպես էլ ցածր հզորությամբ ռեակտորների կառուցման տարբերակներ։ Այդ նպատակով ստեղծվել է ռուս-իրանական համատեղ աշխատանքային խումբ, որը 3 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի համապատասխան առաջարկներ։ Եղանակը առաջիկա օրերին փետրվարի 20-ի եւ 24-ի գիշերը 22-ի ցերեկը 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում անձրևի, լեռնային շրջաններում գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի ցերեկը 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ին աստիճանաբար կնվազի 4-ից 5 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 7-ից 10 աստիճանով։